Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում։ Հուսով եմ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա։ Բայց, սիրելի կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել։ Ինչ է պետք անել։ Պետք է սկսել համարձակ խոսել այս երևույթի մասին, հայտարարելով, որ չենք հանդուրժելու այլևս բռնությունը մեր ընտանիքներում։ Հնարավոր չի լինելու բոլորիս միաժամանակ ուժով լռեցնել։ Մի վախեցեք, ամենավատն արդեն մեզ հետ պատահել է։ Տարիներով ապրել հոգեբանական, ֆիզիկական, ֆինանսական, սեռական բռնության պայմաններում մղձավանջ է, որից պետք է դուրս գալ հստակ հայտարարելով։ Չենք հանդուրժում այլևս։ Կարճ, կոնկրետ։ Սիրելի կանայք, այս խնդիրը բոլորիս խնդիրն է, անկախ քաղաքական հայացքներից, կարգավիճակից, կրթությունից, սոցիալական կարգավիճակից։ Խնդրում եմ իրար դեմ մի պայքարեք, իմ դեմ մի պայքարեք։ Խնդրում եմ իրար մի հարվածեք և ինձ էլ մի հարվածեք։ Այս հարցում մի հարվածեք։ Մենք պարտավոր ենք պաշտպանել մեզ, մեր երեխաներին, մեր ընտանիքները, մեր պետությունը, թույլ չտալով, որ բռնության մշակույթը խեղի կյանքեր կործանի ճակատագրեր։ Բոլորով միասին բարձր ասենք, չենք հանդուրժում այլևս։ Կարճ, կոնկրետ։ Իմ հրամանատարը ունի իմ կարիքը։ Տեսնեք ինչ ա եղել Տիկին Հակոբյանին, որ մեզ ա հիշել։ Կայացած, ուժեղ և ամենակարևորը համարձակ հայ կանայք։ Հուսով եմ լավ եք, արդեն հանգստացել եք կամ պլանավորել եք ձեր հանգիստը, մաղթում եմ հաճելի, լիցքաթափող, հրաշալի հանգիստ։ Ես ձեր օգնության կարիքը ունեմ։ Շնորհակալություն մաղթանքների համար, հրաշալի ամառ ենք անցկացնում, հանգստանում ենք, վայելում ենք, աշխատում ենք, բայց ինչ ա եղել։ 760,000 կին։ Ես ձեզ խնդրում եմ սոլիդարություն դրսևորել այս հիմնախնդրի շուրջ և ակտիվորեն տարածել տեսանյութերը, այնպես, որ յուրաքանչյուր հայ կին դրանց հասանելիություն ստանա, յուրաքանչյուր հայ կին մտածի հնարավորություններ ստեղծելու ինքն իրեն և իր ընտանիքը բռնությունից պաշտպանելու համար։ Ես ապավինում եմ ձեր առաջին հերթին համարձակությանը, խնդրի հանդեպ ձեր զգայունությանը, խնդրի կարևորությունը կիսելու ձեր պատրաստակամությանը և սոլիդարություն ցուցաբերելու կամքին։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ։ Ինչ խոսք, թույն բան եք որոշը, այո, բոլորս դեմ ենք բռնությանը, նամանավանդ կանանց հանդեպ, բայց Տիկին Հակոբյան, իմ կարծիքով դուք ավելի կարևոր գործեր ունեիք անելու, քան այս հարցին անդրադառնալը, որովհետև եթե խոսքը կանանց իրավունքներին է վերաբերվում, այ 3 դեպք ես ձեզ հիշեցնեմ, որտեղ դուք պետք է արձագանքեիք, բայց չկայիք։ Օրինակի համար Մարմարաշենում, երբ որ քաղաքական քարոզարշավ էր, հղի կնոջը վիրավորեցին, հարվածներ հասցրեցին, գործը հասավ ոստիկանություն, բայց ձեր կողմից զերո արձագանք, որ չի կարելի հղի կնոջը, անկախ նրանից ճիշտ է, սխալ է, քաղաքական է, թե ոչ քաղաքական, հարվածել։ Դա բռնություն էր։ Երկրորդը, Արեգնաս Մանուկյանը, ով գտնվում է կալանքի տակ, 2 ամսյա կալանքի տակ, իրեն արգելվել է իր երեխայի տեսակցությունը։ Հասկանում եք, մենք ինչից ենք խոսում, ծնողին փակի տակ են պահել, կալանավորել են ու արգելում են երեխայի տեսակցությունը։ Եվ երրորդը, ձեր շարքերում կա Ռոստամ Բակոյան, ում կինը հայտարարել էր, որ իր ամուսինը իրեն ծեծում է, գումարները վերցրել է և հետ չի տալիս ու նմանատիպ ընտանեկան բռնություն։ Բայց դուք այսօր Ռոստամ Բակոյանին ուղարկում եք Եվրոպա, որպեսզի ներկայացնի մարդու իրավունքների հարցերը, հանձնաժողովի անդամը։ Այդ մարդը ձեր կուսակցության շարքերում է և փոխանակ դուք սկսեք իրենցից հրապարակային հայտարարություններ եք անում։ Շատ լավ է, որ անում եք, ես միանում եմ այդ ձեր կոչին և այո, բռնությունը պետք է վերանա Հայաստանից, բայց այդ 3 դեպքերը, երբ որ դուք չեք արձագանքում ու արձագանքում եք սրան, դա մի քիչ տարօրինակ է։ Հա ու իմիջիայլոց ասեմ, Հայաստանում չեք հավատա, բայց կան կանայք, ում որ բռնություն են կիրառում իրենց վրա, մի օր նեղվում են, երկրորդ օրը նեղվում են, երրորդ օրը որոշում են, որ դա նորմալ է եւ իրենց ամուսինը, այո, մի օր կծեծի, մի օր կսիրի։ Նմանատիպ խնդիրներ էլ ունենք, բայց դա պետք չի օրինակ ծառայեցնել ու ասել դե ոչինչ, էսա։ Մարդիկ տարբեր են, բայց այն որ 3 խնդիրներին անդրադարձած լինեիք, շատ ավելի ճիշտ կլիներ եւ դատապարտեիք։ Իսկ երբ որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորեցին, ամբողջ աշխարհի գրությունները ու
մարդիկ երաշխավորություն գրեցին, որ այդ կինը ազատ արձակվի։ Շատ լավ է, որ ազատ արձակվեց, ես այդ կնոջ դեմ բան չունեմ, բայց կան հարցեր, որտեղ որ դուք պետք է անդրադառնաք չկաք, ու կան հարցեր, որ երբ որ անդրադառնում եք, այն ձեր ասածը արդեն դառնում է 0 մի տեսակ։ Բայց ինչով եմ, կանենք։ Իմ հրամանատարը ունի իմ կարիքը։ Տեսնեք ինչ ա եղել Տիկին Հակոբյանին, որ մեզ ա հիշել։ Կայացած ուժեղ եւ ամենակարևորը համարձակ հայ կանայք։ Հուսով եմ լավ եք, արդեն հանգստացել եք կամ պլանավորել եք ձեր հանգիստը, մաղթում եմ հաճելի, լիցքաթափող, հրաշալի հանգիստ։ Ես ձեր օգնության կարիք ունեմ։ Շնորհակալություն մաղթանքների համար, հրաշալի ամառ ենք անցկացնում, հանգստանում ենք, վայելում ենք, աշխատում ենք, բայց ինչ ա եղել։ 760,000 կին։ Ես ձեզ խնդրում եմ սոլիդարություն դրսևորել այս հիմնախնդրի շուրջ եւ ակտիվորեն տարածել տեսանյութերը, այնպես որ յուրաքանչյուր հայ կին դրանց հասանելիություն ստանա, յուրաքանչյուր հայ կին մտածի հնարավորություններ ստեղծելու ինքն իրեն եւ իր ընտանիքը բռնությունից պաշտպանելու համար։ Ես ապավինում եմ ձեր առաջին հերթին համարձակությանը, խնդրի հանդեպ ձեր զգայունությանը, խնդրի կարևորությունը կիսելու ձեր պատրաստակամությանը եւ սոլիդարություն ցուցաբերելու կամքին։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ։ Ինչ խոսք, թույն բան եք որոշը, այո, բոլորս դեմ ենք բռնությանը, նամանավանդ կանանց հանդեպ, բայց Տիկին Հակոբյան, իմ կարծիքով դուք ավելի կարևոր գործեր ունեիք անելու, քան այս հարցին անդրադառնալը, որովհետև եթե խոսքը կանանց իրավունքներին է վերաբերվում, այ 3 դեպք ես ձեզ հիշեցնեմ, որտեղ դուք պետք է արձագանքեիք, բայց չկայիք։ Օրինակի համար Մարմարաշենում, երբ որ քաղաքական քարոզարշավ էր, հղի կնոջը վիրավորեցին, հարվածներ հասցրեցին, գործը հասավ ոստիկանություն, բայց ձեր կողմից 0 արձագանք, որ չի կարելի հղի կնոջը, անկախ նրանից ճիշտ է, սխալ է, քաղաքական է, թե ոչ քաղաքական, հարվածել։ Դա բռնություն էր։ Երկրորդը, Արեգնաս Մանուկյանը, ով գտնվում է կալանքի տակ, 2 ամսյա կալանքի տակ, իրեն արգելվել է իր երեխայի տեսակցությունը։ Հասկանում եք, մենք ինչից ենք խոսում, ծնողին փակի տակ են պահել, կալանավորել են ու արգելում են երեխայի տեսակցությունը։ Եվ երրորդը, ձեր շարքերում կա Ռոստամ Բակոյան, ում կինը հայտարարել էր, որ իր ամուսինը իրեն ծեծում է, գումարները վերցրել է եւ հետ չի տալիս ու նմանատիպ ընտանեկան բռնություն։ Բայց դուք այսօր Ռոստամ Բակոյանին ուղարկում եք Եվրոպա, որպեսզի ներկայացնի մարդու իրավունքների հարցերը, հանձնաժողովի անդամը։ Այդ մարդը ձեր կուսակցության շարքերում է եւ փոխանակ դուք սկսեք իրենցից հրապարակային հայտարարություններ եք անում։ Շատ լավ է, որ անում եք։ Ես միանում եմ այդ ձեր կոչին եւ այո, բռնությունը պետք է վերանա Հայաստանից, բայց այդ 3 դեպքերը, երբ որ դուք չեք արձագանքում ու արձագանքում եք սրան, դա մի քիչ տարօրինակ է։ Հա, ու իմիջիայլոց ասեմ, Հայաստանում չեք հավատա, բայց կան կանայք, ում որ բռնություն են կիրառում իրենց վրա, մի օր նեղվում են, երկրորդ օրը նեղվում են, երրորդ օրը որոշում են, որ դա նորմալ է, եւ իրենց ամուսինը, այո, մի օր կծեծի, մի օր կսիրի։ Նմանատիպ խնդիրներ էլ ունենք, բայց դա պետք չի օրինակ ծառայեցնել ու ասել դե ոչինչ, էսա։ Մարդիկ տարբեր են, բայց այն որ 3 խնդիրներին անդրադարձած լինեիք, շատ ավելի ճիշտ կլիներ եւ դատապարտեիք։ Իսկ երբ որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորեցին, ամբողջ աշխարհի գրությունները ու մարդիկ երաշխավորություն գրեցին, որ այդ կինը ազատ արձակվի։ Շատ լավ է, որ ազատ արձակվեց, ես այդ կնոջ դեմ բան չունեմ, բայց կան հարցեր, որտեղ որ դուք պետք է անդրադառնաք չկաք, ու կան հարցեր, որ երբ որ անդրադառնում եք, այն ձեր ասածը արդեն դառնում է 0 մի տեսակ։ Բայց ինչով եմ, կանենք։